Պարոն վարչապետ, ընդդիմությունն այս շրջանում շատ է խոսում հարկային բեռի շատ ծանր լինելուց եւ խոստանում կտրուկ փոփոխություններ, մասնավորապես շրջանառության հարկը հանել, հատուկ պայմաններ ստեղծել ՓՄԶ-ների համար։ Դուք ինչպես եք գնահատում այս օրինակ հայտարարությունները, համարում եք, որ հարկային բեռը իսկապես շատ ծանր է եւ առաջիկայում տեսնում եք հարկային կտրուկ փոփոխությունների կարիք։ Ես լիարժեք ըմբռնումով եմ վերաբերվում ընդդիմության հայտարարությանը հարկային բեռի ծանր լինելու մասին, որովհետև այդ ընդդիմությունը, երբ որ իշխանություն էր, սովորեր, որ իրենք հարկեր պետք է չվճարեն, եւ բնականաբար, երբ որ հիմա նրանք ստիպված են աշխատել հարկային դաշտում, բնականաբար դա ծանր է նրանց համար, որովհետև իրենք ըստ էության բիզնեսմեն չեն, այլ իրենք կոռուպցիոն համակարգերի գործածմամբ հարկերից խուսափելու ճանապարհով մրցակիցներին շուկայից դուրս հանելու եւ ջերմոցային պայմաններում փող աշխատելու եւ ինչպես ընդունված է ասել, թալանելու մասնագետներին, այնպես որ հասկանալի է, որ երբ որ հիմա այդ հնարավորությունը չկա, դա նրան ծանր է թվալու։ Ինչ վերաբերվում է փոքր եւ միջին բիզնեսին, ես ուզում եմ հիշեցնեմ, որ մեր կառավարման շրջանում է ձևավորվել միկրոբիզնեսի համակարգը, երբ որ ամենափոքր բիզնեսների համար ստեղծվել են հատուկ պայմաններ եւ մեր քաղաքականությունն է, որ մենք խթանենք, որպեսզի բիզնեսները ոչ թե լինեն գնալով պակաս հաջողակ, այլ ավելի հաջողակ։ Եվ մենք առաջիկայում իհարկե տեսնում ենք հնարավորություն միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու։ Հիմա 24 միլիոն դրամ է եւ ակնհայտ է, որ 24 միլիոնի դրամը շեմը այդ թվում գնաճային երևույթների պատճառով հասկանալի այլևս արդիական չէ եւ մենք մտածում ենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու, որպեսզի նրանք, ովքեր փոքր են, իրոք աշխատեն հատուկ պայմաններում, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքրի անվան ներքո խուսափել հարկերից։ Ուզում եմ նաև ձեզ կամ հիշեցնել, կամ տեղեկացնել, եթե տեղեկացված եք, չեք տեղեկացնել, եթե տեղեկացված եք, բայց չեք հիշում, հիշեցնել, որ նաև 2018 թվականից հետո պարզվեց, որ շատ խոշոր բիզնեսներ ինքնակտրտման են ենթարկվում եւ դառնում են փոքր բիզնեսներ եւ այդպիսով խուսափում են հարկերից, ինչի հնարավորությունը այսօր շատ սահմանափակ է, չեմ կարող ասել բացարձակ չկա, որովհետև ցավոք միշտ էլ սողանցքներ լինում են եւ ես այդ դժգոհությունը հասկանում եմ, բայց ուզում եմ նաեւ դիմել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, հարկեր գեներացնող եւ վճարող քաղաքացիներին, որպեսզի նրանք տեսնեն, որ իրենց վճարված հարկերը դարձնում են հոյակերտ եւ ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող մանկապարտեզներ, դպրոցներ, որոնք հագեցած են ժամանակակից գույքով եւ ենթակառուցվածքներով եւ ելի ուզում եմ ընդգծել, որ հարկերը պետության եւ ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտներից են եւ ուզում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւս մեկ անգամ կոչ անել, որպեսզի նրանք որևէ գնում անելիս չմոռանան պահանջել, ստանալ եւ վերցնել հսկիչ դրամարկային կտրոնը, որովհետեւ դրանով է, որ մենք ապահովում ենք առողջության ապահովագրություն, այդ թվում ոչ միայն, բայց այդ թվում դրանով առողջության ապահովագրություն, թոշակների բարձրացում եւ նրանք, ովքեր խոսում են, ովքեր ում հանրային խոսույթը հարկերի դեմոնիզացիան է, ձեր նշած խոսույթով, նրանք ուզում են չեղարկել առողջության ապահովագրությունը, նրանք ուզում են չեղարկել թոշակների բարձրացումը, նրանք ուզում են կասեցնել դպրոցների եւ մանկապարտեզների շինարարությունը, նրանք ուզում են կասեցնել ճանապարհների շինարարությունը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ելի ուզում եմ ասել, կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն, որովհետեւ ելի ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված է ոչ թե նրանից, թե ինքը ինչքան ծախս է անում իր բարեկեցության համար, այլև առաջին հերթին կախված է նրանից, թե պետական եւ համայնքային բյուջեները ինչքան ծախս են անում իրենց բարեկեցության համար, իսկ բյուջեները ձևավորվում են մեր բոլորիս վճարած հարկերից։ Էլի պատկերավոր օրինակներով վերել, որևէ մեկը կարող է իր համար մի քանի $100,000 ֆիրմա
Ferrari գնել, բայց ով էլ լինի չի կարող հանրապետությունում իր Ferrari-ի համար ճանապարհներ կառուցել, դա պետք է անի պետությունը պետական բյուջեի միջոցներով։